Ընտրենք։ Երկնավոր ամենակարող Հայր, մենք շնորհակալ ենք, որ հնարավորություն ես տալիս ուսումնասիրել քո խոսքը, բացարա մեր միտքը, առաջնորդիր Սուրբ Հոգով, իմաստություն տուր բոլորիս հասկանալու այն ճշմարտությունները, որ դու զետեղել ես քո խոսքի մեջ։ Օգնի, որպեսզի այն ուսումնասիրելուց հետո կարողանանք մեր կյանքում իրագործել այդ ճշմարտությունները եւ փրկության ճանապարհով գնանք եւ շատերին առաջնորդենք դեպի փրկություն։ Խնդրում ենք Հիսուսի անունով, ամեն։ Այսպեսով մենք այսօր փորձենք պատասխանել այս հարցին, թե եթե մարդիկ մեղք են գործում, ինչ ճանապարհ կա դրանից ազատվելու, եթե մենք Քրիստոսին ընդունել ենք, դա չի նշանակում մենք սխալներ մեղքեր չենք գործում, եւ Հովհաննես առաքյալը այդ կապակցությամբ ասում է. «Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք»։ Նա կոչան որ մեղք չգործենք, բայց ցանկացած մարդ ինչ որ ձևով, ինչ որ չափի մեղք գործում է եւ այդ դեպքում ասում է, եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին։ Այսօրվա նյութը, որ կոչվում էր մեր միակ բարեխոսը, հենց այս հարցին է պատասխանելու, թե ինչպես, որտեղ, ինչ ձևով եւ ով կարող է լինել մեր բարեխոսը, մեր միակ բարեխոսը, բայց մինչ այս հարցին անդրադառնալը անհրաժեշտ է ամենամեծ մարգարեական ժամանակաշրջանը նայել, ուսումնասիրել, փորձել հասկանալ այն մարգարեությունը, որ Աստված տվել է, որպեսզի ցույց տա, թե երբ է սկսում այդ բարեխոսական աշխատանքը մեր բարեխոսի կողմից եւ ամենամեծ նկատի ունենք ամենաերկար տևող ժամանակահատվածը, որ մարգարեության մեջ դրված է, մենք այն կուսումնասիրենք եւ կտեսնենք այդ ուսումնասիրության ընթացքում, թե ինչպես օրինակ Քրիստոսի մկրտությունը կանխագուշակված էր կոնկրետ 565 տարի առաջ։ Շատ անհավատներ, աթեիստներ ասում են, կա արդյոք Աստվածաշնչում որևէ բան, որ հստակ որոշակի կոնկրետ գրված լինի, որ այս կամ այն իրադարձությունը, մարգարեությունը պետք է կատարվեր հստակ տարիներով, ենթադրենք, որ հնարավոր լինի հաշվել այս մարգարեության այդպիսի մի օրինակ, որ մենք կարող ենք տեսնել այսօր, օրինակ Քրիստոսի մկրտությունը մարգարեացված էր հստակ 565 տարի այդ մկրտությունը կատարվելուց առաջ։ Մենք դա կտեսնենք զուգահեռ ուսումնասիրելով Դանիել 8 եւ 9 գլուխները։ Մենք արդեն տարբեր առիթներով անդրադարձել ենք Դանիել 2 գլխին, նայել ենք ինչպես է համաշխարհային պետությունների պատմությունը ներկայացված, թե ինչպես Բաբելոնը փոխարինվեց Մարապարսկաստանով, այնուհետև նրան փոխարինեց Հունաստանը, հետո Հռոմը, հետո 10 պետությունները եւ դրանից հետո կլինի հաջորդ համաշխարհային պետությունը Աստծո արքայությունը։ Մենք նայել ենք նաեւ 7 գլուխը, որտեղ նույնպես այդ 4 պետությունները ներկայացվում էին եւ նրանց բնույթն էր արդեն ներկայացվում, ոչ թե միայն արտաքին փայլը, այլ բնույթը առանձնահատուկ ձևով եւ ցույց էր տրվում, թե այդ 10 պետություններից բացի մի առանձին ուժ էր առաջանալու, փոքր եղջյուր, որի մասին մենք խոսել ենք, պապականության մասին, Դանիել 8 գլխում, կարծես դրանց նման ինչ-որ էլը բան է ներկայացվում, Դանիելին է իհարկե այդ ամենը ներկայացվում, կարդում ենք Դանիելը գրում է. «Եվ ես բարձրացրի իմ աչքերը եւ տեսա, եւ ահա գետի կշտին մի խոյ կար կանգնած, եւ նա 2 եղջյուր ուներ, եւ այն եղջյուրները բարձր էին, եւ մեկը մյուսից բարձր էր, եւ այն բարձրը հետո ելավ»։ Հաջորդ մասերում իհարկե մենք շարունակելով կտեսնենք, որ զուգահեռ է ներկայացում Դանիելի 2 եւ 7 գլուխների, բայց արդեն հենց սկզբից ուշադրություն դարձնենք, որ այստեղ վայրի գիշատիչ գազաններ, կենդանիներ չեն, այլ ընտանի, նույնիսկ այնպիսին, որը զոհաբերության ժամանակ մատուցվում էր որպես զոհ։ Այնպես որ սա կարևոր հանգամանք է, որտեղ հաջորդ կենդանին, որ մենք տեսնում ենք, նորից զոհաբերվող կենդանի էր։ Սա ինչի համար է կարևոր, որովհետև մենք տեսնում ենք 8 գլխում Դանիելին Աստված ցույց է տալիս ամեն ինչ սրբարանի երկրպագության համատեքստում։ Նույնիսկ պետությունների պատմությունը ներկայացնում է սրբարանի համատեքստում։ Տեսա, խոյը խփում էր դեպի արևմուտք եւ դեպի հյուսիս եւ դեպի հարավ, եւ ոչ մի գազան չէր կանգնում նրա առաջին, եւ նրա ձեռից ազատող չկար, այլ նա անում էր իր հաճության պես եւ մեծացավ։
Ու մեր խորհրդանշում այդ խոյը բնականաբար Գաբրիելը բացատրում է Դանիելին մի քիչ շատ ավելի առաջ գնալով 20 համարում կարդում ենք այն երկու երգժարավոր խոյը, որ տեսար մարած եւ Պարսից թագավորներն են։ Այսինքն այստեղ եզակի թվով ներկայացնում է ընթացքում լինելու են թագավորներ իհարկե, բայց այն ներկայացված է մեկ խոյի տեսքով։ Այսպեսով առաջին գազանը կարծես պարզ է, գազան չի այստեղ արդեն կենթանին, պարզապես պարզը, որ ներկայացնում է Մանրապարսկաստանը։ Ինչու հենց Մանրապարսկաստանից սկսեց, որովհետև Բաբելոնը արդեն անցել էր։ Այն պահին, երբ Դանիելը տեսնում է, առաջ երկու համարներում մենք դա կարդում ենք, արդեն Մանրապարսկաստանն էր, կամ ավելի ճիշտ, արդեն Բաբելոնը անցնում էր։ Բաղդասարի օրոքին է տեսնում։ 5-ից 8 համարներում նույն գլխի մենք տեսնում ենք, որ այդ խոյին դեմ հանդիման գալիս է այծը, կամ ինչպես տեքստի մեջ է անվանվում, այծերի քոշը։ Եվ երբ որ ես մտածում էի, ահա մի այծերի քոշ եկավ արևմուտքից բոլոր երկրի երեսի վրա եւ գետնին չէր դիպչում։ Եվ քոշը մի երևելի եղջյուր ուներ իր աչքերի մեջտեղը։ Եվ նա հասավ այն երկու եղջերավոր խոյին, որ տեսել էի գետի կշտին կանգնած, եւ նրա վրա վազեց իր զորության կատաղությունով։ Եվ ես տեսա նրան, որ հասավ խոյի մոտ եւ դառնացած նրա վրա զարկեց խոյին եւ կոտրատեց նրա երկու եղջյուրները եւ ուժ չկար խոյում նրա առաջին կանգնելու։ Եվ նրան գցեց գետինը եւ կող տվավ նրան եւ մեկը չկար, որ խոյին ազատեր նրա ձեռքից։ Եվ այծերի քոշը խիստ մեծացավ եւ հենց որ ուժողացավ, նրա մեծ եղջյուրը կոտրվեց եւ նրա տեղը 4 երևելիները դուրս եկան դեպի երկնից 4 կողմերը։ Ուրեմն հաջորդ կենթանին անվանվում է այծերի քոշ։ Այսինքն այս այծը, որը գալիս է խոյին իր կատաղությամբ կոտրատում, նրա տեղը գրավում է ու մեր խորհրդանշում 21-22 համարներում Գաբրիելը բացատրում է Դանիելին։ Եվ այն այծերի քոշը հունած թագավորն է։ Եվ այն մեծ եղջյուրը նրա աչքերի մեջտեղը առաջին թագավորն է։ Եվ այն կոտրվածը, որի տեղը 4 դուրս եկավ, 4 թագավորություններ է դուրս գալու ազգից, բայց ոչ թե նրա զորությամբ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ թե խոյը, թե այծը կամ այծերի քոշը միանգամից մեկնաբանվում են, թե ինչ է նշանակում։ Առաջինը Մանրապարսկաստանն էր խորհրդանշում, երկրորդը Հունաստանը։ Նույնիսկ մանրամասներ կան, առաջին թագավորը այդ եղջյուրը մեծ նրա առաջի թագավորն է, հետո այդ եղջյուրը կոտրվելուց հետո 4-ը դուրս եկան, մենք գիտենք, որ Հունաստանը բաժանվեց 4 մասի, եւ այստեղ դա չէ էականը, Աստծո համար այս տեսիլքը երբ Դանիելին ցույց էր տալիս, պարզապես նա արագ վերհիշում է, հիշեցնում է Դանիելին եւ ամենակարևորը գալիս է սրանից հետո Դանիել 8 գլխի 9-ից 12 համարներում։ Հիշում եք 7 գլխում գալիս էր մի փոքր եղջյուր։ Այստեղ էլ ենք մենք տեսնում փոքր եղջյուր, վերջին արտահայտությունը հիշենք եւ նրա տեղը 4 երևելիներ դուրս եկան դեպի երկնից 4 կողմերը։ Ուշադրություն դարձրեք այս արտահայտության վրա եւ 8 համարից ասում է եւ նրանցից մեկից, այսինքն այդ 4 կողմերից, ոչ թե եղջյուրներից, ինչ որ այլ 4 կողմերից, որտեղ այնտեղ եղջյուրներ են հիշատակվում եւ եբրայերեն քերականությունը հաշվի առնելով, իքական արական սեռերը հաշվի առնելով, մենք տեսնում ենք, որ խոսքը գնում է երկնքի 4 կողմերի մասին եւ ոչ թե եղջյուրներ, որ այնտեղ հիշատակվում են։ Եվ նրանցից մեկից մի փոքր եղջյուր դուրս եկավ եւ նա չափազանց մեծացավ դեպի հարավ եւ դեպի արևելք եւ դեպի փարավորը։ Եվ մեծացավ մինչև երկնքի զորքը եւ գցեց գետին այն զորքից եւ աստղերից եւ նրանց կող տվեց։ Եվ մինչև զորած իշխանը բարձրացավ եւ նրանից վեր առավ մշտնջնականը եւ կործանվեց նրա սրբարանի բնակարանը։ Եվ մի զորք տրվեց մշտնջնական զոհի հետ ամբարշտության համար եւ ճշմարտությունը գցեց գետինը եւ անում էր ու հաջողում։ Ուշադրություն դարձնենք, որ այստեղ սրբարանի համատեքստն է գալիս, սրբարանի մասին է խոսում ավելի շատ եւ շարունակության մեջ մենք տեսնում ենք մշտնջնական եւ այլն։ Եվ այստեղ մենք հասկանում ենք Դանիելի 7 գլխի հետ համեմատած, որ այդ փոքր եղջյուրը դա Հռոմի կաթոլիկ եկեղեցին է։ Եվ իրականում այստեղ այս գլխում նպատակն էր կարևոր մի մարգարեություն ցույց տալ, որը հասնում է նույնիսկ վերջին ժամանակները։ 13 համարում
հարց է հնչում։ Եվ ես լսեցի մեկ սուրբ խոսելիս եւ մեկ սուրբ ասաց այն ինչ խոսողին։ Մինչև երբ է մշտնջենական զոհի տեսիլքը եւ ավերող ամբարշտությունը, որ սրբարանն էլ զորքն էլ պիտի տրվեն ոտնակոխությամբ։ Այսինքն ինչքան է տևելու այդ մշտնջենականը ոտնահարելը։ Այս զոհ բառը միջալուց եթե դուք Աստվածաշնչի մեջ նայեք, կտեսնեք, որ գրված է շեղատարով եւ դա իհարկե կարևոր նշանակություն ունի, որի վրա մենք այսօր կանգ չենք առնի, բայց ամեն դեպքում այն ինչ որ ամեն օր տեղեր ունենում սրբարանում, դա ավերված էր։ Եվ հարց է տրվում, ինչքան այդ ավերված վիճակը կմնա։ Եվ նա ասաց ինձ. մինչև 2300 իրիկուն եւ առավոտ, եւ հետո սրբարանը պիտի արդարանա։ Ահա այս արտահայտությունն էր մեզ պետք այսօրվա ուսումնասիրելու համար։ Այն ինչ որ մինչ հիմա նայեցինք, դա նախաբան էր պարզապես Դանիելի համարել էր դա նախաբան, որովհետև Դանիելի համար դա ամեն ինչ հասկանալի էր, Գաբրիելը նրան հստակ բացատրում է, որ այդ կենդանները ինչ են նշանակում, փոքր եղջյուրը իհարկե չի բացատրում, բայց կարևորը բերվում է այս արտահայտությանը, սրբարանի ոտնակոխությունը, ինչքան տեղի կունենա ոտնահարումը կամ առհամարումը եւ ավերումը, եւ այստեղ ասում է 2300 երեկո եւ առավոտ, հետո սրբարանը պիտի արդարանա։ Մենք կուսումնասիրենք այս արտահայտությունը հիմա ընթացքում մենք տեսնում ենք, որ Գաբրիելը բացատրում է Դանիելին ամեն ինչ եւ 26 համարում ասում է իրիկունվա եւ առավոտվա տեսիլքը, որ ասվեց, ճշմարիտ է։ Եվ դու տեսիլքը փակիր, որովհետեւ շատ օրերի համար է։ Այսինքն ամեն ինչ նրան բացատրվեց, բայց իրիկուն առավոտվա տեսիլքը նրան չբացատրվեց։ Ասում է փակիր, մի խոսքով չի բացատրում նրան։ Դանիելը ասում է, եւ ես Դանիելս նվաղեցի եւ հիվանդացա մի քանի օր, ուշադրություն դարձրեք նվաղել բառի վրա, հիվանդանալ բառի վրա, հետո վեր կացա եւ արեցի թագավորի գործը, զարմացած էի տեսիլքի մասին եւ մեկ հասկացնող չկար։ Ուշադրություն դարձնենք, որ Դանիելը ամբողջ տեսիլքը երբ տեսավ, խոյը, հայցերիքոշը, փոքր եղջյուրը եւ սրբարանը ավերվել է եւ 2300 երեկո եւ առավոտ եւ սրբարանի արդարացման մասին խոսք գնաց։ Ինչը չէր հասկանում Դանիելը։ Նախորդ համարում, եթե հիշում եք, ասում էր իրիկունվա եւ առավոտվա տեսիլքը։ Դանիելը չէր հասկանում տեսիլքի այն մասը, որը կոչվում էր 2300 երեկո եւ առավոտ։ Իհարկե չխորանալով եբրայերեն բառերի մեջ, որտեղ օգտագործում են տարբեր բառեր ընդհանուր տեսիլքը եւ տեսիլքի այդ մասը նշելու համար, նկատենք, որ այստեղ խոսում է տեսիլքի վերջին մասը, որը անհասկանալի էր Դանիելի համար։ Ինչու՞ ես սա շեշտադրում, որովհետեւ մենք սրանով տեսնում ենք, որ 8-րդ գլուխը ավարտվում է։ Դանիելի համար անհասկանալի բան մնաց։ Այն սկզբի մասն էլ կարծես ինքնին մինչ այդ էր պարզ 2-րդ 7-րդ գլխի իման վրա եւ նույնիսկ Գաբրիելը ավելի մանրամասն բացատրեց։ Ինչն էր ամենակարևորը այս տեսիլքի, դա 2300 երեկո եւ առավոտն էր, որը եւ անհասկանալի մնաց Դանիելին։ Եվ 9 գլխում ասում է Դանիելը որոշում է աղոթքանել, ուսումնասիրել Աստվածաշունչը եւ բարձում է հետեւյալը. Ես Դանիելս իմացա գրքերում այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքը եղել էր Երեմիա մարգարեին, թե պիտի վերջացներ Երուսաղեմի ավերմունքները 70 տարիով։ Ուշադրություն դարձրեք ինչի մասն է խոսքը։ Դանիելը չէր հասկացել, թե ինչքան է մնալու ավերված վիճակում սրբարանը, ի վերջո նա գտնվում էր գերության մեջ, եւ այդ ավերված վիճակը նրան անհանգստացնում էր։ Եվ երբ որ նրան ասում է 2300 երեկո եւ առավոտ, նա նկատում է, որ ժամանակ է եկել, որ նրանք գերությունից վերադառնան, որովհետեւ 70 տարի հետո նրանք պետք է վերադառնային։ Բայց այստեղ կարծես երկարաձգվում է այդ ժամանակը։ Այսինքն ասում է այն մասին, որ 70 տարին վերջացել է, բայց 2300 դեռ պետք է ավելանա։ Եվ ինչ անում Դանիելը, ուսումնասիրելով Աստվածաշունչը, սկսում է աղոթել, եւ ես դարձրի իմ երեսը դեպի Տեր Աստծուն, որ աղոթք եւ աղաչանք մատուցեմ։ Եվ շարունակում է 3-րդ համարից մինչև 16 համարը կարդանք 17-ը։ Արդ ով մեր Աստված, լսիր քո ծառայի աղոթքը եւ նրա աղաչանքը, փայլեցրու քո երեսը քո ամայացած սրբարանի վրա Տիրոջ շնորհիվ։ Ուշադրություն դարձրեք, որ նա անհանգստացած է ամայացած սրբարանի համար
եւ խնդրում է որպեսզի Աստված ուշադրություն դարձնի, երեսը դարձնի եւ վերականգնի։ Քանի որ նա խոստացել է 70 տարի հետո վերականգնել, պետք չէ հետաձգել, երկարաձգել, իհարկե նա ասում է, որ ինքը իր մեղքերն է խոստովանում, իր ժողովրդի մեղքերն է խոստովանում, մենք դա տեսնում ենք 20 համարում, եւ ես տակավին խոսում եի եւ աղոթում եւ խոստովանում եի իմ մեղքը եւ իմ ժողովրդի Իսրայելի մեղքը եւ իմ աղաչանքը մատուցում եի իմ Տեր Աստծո առաջին, իմ Աստծո Սուրբ Սարի համար եւ ես տակավին խոսում եի աղոթքում, որ այն Գաբրիել մարդը, որ տեսիլքում տեսել էի սկզբում թուլացած նվաղած ժամանակին, ուշադրություն դարձրեք նվաղած բառի վրա, այսինքն հիվանդանալու պահին, դիպավ ինձ երեկոյան զոհի ժամանակին եւ հասկացնելով խոսում էր ինձ հետ եւ ասաց. Ով Դանիել, հիմա դուրս եկա, որ քեզ իմաստություն սովորեցնեմ։ Սիրելիներ, դուք տեսնում եք, որ այստեղ Գաբրիելը եկել էր Դանիելի աղոթքին պատասխանելու, նա ասում է իմ մեղքերն է խոստովանում, ժողովրդի մեղքերը, որպեսզի չերկարաձգվի այդ 70 տարին, բայց Գաբրիելը գալիս է իրեն ուրիշ բան է բացատրում։ Գաբրիելը ասում է ես եկա քեզ իմաստություն սովորեցնելու, կենտրոնական 23 համարն է կարևոր այս բոլորի մեջ։ Քո աղաչանքի սկզբում խոսք դուրս եկավ, այսինքն խնդրեցիր իմանալ, եւ ես եկա իմացնելու, որ դու ցանկալի ես, այսինքն քանի որ Դանիելը այդպես անհանգիստ վիճակում չէր ուզում անգիտակ չիմացողի վիճակում, կարգավիճակում լինել, նա միշտ ուզում էր իմանալ, ուսումնասիրում էր, տեսնում ենք Երեմիայի գիրքն է ուսումնասիրում, կարդում է, աղոթում է, Աստված ուղարկում է հրեշտակին, ասում է դու ցանկալի ես, ուրեմն հասկացիր խոսքը եւ իմացիր տեսիլքը։ Ինչ տեսիլքի մասին է խոսքը։ 9-րդ գլխի 23 համարն է սա։ Առաջին համարից մինչև 23 համարում ոչ մի տեսիլք չկա։ 3-ից 22-ը աղոթքն է։ Առաջ երկու համարներում ասում է պարզապես ինչ արեց, ուսումնասիրեց եւ այլն, եւ դա երբ արեց։ 23 համարում արդեն Գաբրիելը նրա հետ խոսում է։ Խոսքը որ տեսիլքի մասին է։ Ինստինկտիան, պարզ հասկանալի է, որ խոսքը գնում է 8-րդ գլխի մեջ անհասկանալի մնացած տեսիլքի մասին։ Միջալից այս բառը եւ այնտեղ այդ նույն բառը համընկնում են եբրայերեն լեզվով։ Այսինքն այնտեղ չհասկացած տեսիլքի մասը այստեղ Դանիելին գալիս է Գաբրիելը բացատրելու։ Ինչու՞ ես ասում, որովհետեւ այնուհետեւ 24 համարից գնալու է այդ տեսիլքի բացատրությունը։ Ուրեմն հասկացիր խոսքը եւ իմացիր տեսիլքը, ասում է Գաբրիելը եւ սկսում միանգամից բացատրել։ 77-նյակ է վճռված քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի համար հանցանքը վերջացնելու եւ մեղքերը կնքելու եւ անօրենությունը քավելու եւ հավիտենական արդարություն բերելու եւ տեսիլքն ու մարգարեները կնքելու եւ ամենասուրբը օծելու։ Նկատենք, որ սա արդեն բացատրում է այն տեսիլքը եւ սկսում է ինչ-որ թվեր ասել։ 77-նյակ վճռված է, ուշադրություն դարձրեք, ում համար Իսրայել ժողովրդի համար, քո ժողովրդի եւ սուրբ քաղաքի համար։ Եվ ասում է թե ինչեր է տեղի ունենալու այդ ընթացքում։ Հերթով նայենք 77-նյակ։ 7-նյակ ասելով ինչ ենք հասկանում։ Աստվածաշնչում այս բառը օգտագործում է տարբեր իմաստներով եւ հիմնականում տարբեր ձևով, բայց հիմնականում նույն արտահայտությունն նկատի ունի 7 օր կամ 7 տարի։ Օրինակ Հակոբը Լաբանի երկրորդ աղջիկի համար ասում է, որ ես կծառայեմ 7-նյակ։ Եվ այդ 7-նյակը լրացրու ասում է աղջիկը կտամ քեզ, ասում է Լաբանը։ Եվ մենք գիտենք, որ 7 տարի նա ծառայեց, կամ 7-նյակ դա 7 օր կարող է լինել։ Եզեկիել 4:6-ում ասում է, որ օրը հավասար է տարվան մարգարեության մեջ։ Եվ այս ամենը հաշվի առնելով ինչ է ստացվում, որ 77-նյակը դա 490 օրն է, 70 անգամ 7 հավասար է 490-ի։ Մենք հանդիպում ենք 490 տարի այս ժամանակահատվածը, որը ասում է, որ տրված էր Իսրայել ժողովրդին եւ Երուսաղեմին։ Վճռված էր։ Այս արտահայտությունը հետաքրքիր է եբրայերենից, եթե թարգմանենք, կարելի է թարգմանել նաեւ կտրված է։ Այսինքն 77-նյակ է կտրված։ 490 տարի է կտրված։ Եվ այդ 490-ը կարելի է կտրել բնականաբար ավելի մեծ թվից։ Ավելի մեծ թիվը մենք տեսնում ենք 2300-ն է։ Եվ հասկանալի է, որ գտնելով 490-ի սկիզբը, որի մասին արդեն 9 գլխում ասվում է, գտնում ենք նաև 2300-ի սկիզբը։
77-ը կամ 490 տարին կտրված է 2300-ից։ Չմոռանանք, որ Դանիելին Գաբրիելին ինչ ասաց. Իմացիր տեսիլքը։ Տեսիլքը դա 2300-ն էր։ Եթե 2300-ն է բացատրում եւ 490-ից խոսում եւ ասում է, որ կտրված է կամ որոշված է, վճռված է, առանձնացված է այդ 2300-ից 490-ը, ուրեմն ինչ որ բանից 490 նշանակում է դա միայն կարող է լինել 2300-ը։ Մի խոսքով մենք ինչ ենք տեսնում, որ 2300-ի սկիզբը եւ 490-ի սկիզբը միևնույն կետն է եւ բնականաբար գտնելով մեկի սկիզբը գտնում ենք մյուսի սկիզբը։ Դա Իսրայելի շնորհված ժամանակն էր, այդ 490-ը։ Իսրայելը որպես ընտրված ժողովուրդ շարունակում էր մնալ ընտրված ժողովուրդ եւ Աստված ասում է ձեզ վերջին ժամկետն եմ տալիս որպես ընտրված ժողովուրդ։ Եթե դուք ձեզ լավ կդրսևորեք, բնականաբար կմնաք այդպեսին, եթե ոչ, ձեզանից այն վերցվելու է։ Վերջին հնարավորությունը տրվեց Իսրայելին, վերջին շնորհած ժամանակը 490 տարի։ Ինչ պետք է կատարվեր այդ 490 տարվա ընթացքում։ Այնտեղ թվարկում էր, ես նորից հիշեցնեմ, հրեաների անօրենությունները պետք է սահմանն անցնեին։ Այսինքն նրանց այլևս էլ ժամանակ չէր տրվելու, որտեղ ասում է այդ ընթացքում նրանց անօրենությունները սահմանն անցնում են։ Քրիստոսը պետք է վերջ դներ մեղքի զոհին եւ անօրենության կավությունը կատարեր։ Այսինքն իր մահով նա պետք է մարդկանց փրկությունը կատարեր։ Նա պետք է հավիտենական արդարությունը բերեր մարդկանց։ Ճշմարտությունը, արդարությունը պետք է բերեր մարդկանց այս 490 տարվա ընթացքում։ Տեսիլքը պետք է կնքվեր եւ ամենասուրբը օծվեր։ Այս արտահայտություններին մենք կանադառնանք դեռ կտեսնենք թե ինչպես է դա տեղի ունենում։ Հիմա շարունակենք 77-յակի մասերը, ինչպես էին դրանք բաժանվում։ Մենք արդացինք, որ 70-ը բաժանվում էր 7, 62 եւ 1։ Եվ 7-62-ը 69, հաջորդ համարմասն 69 7-նյակից հետո։ Մի խոսքով այս ամենը հաշվի պետք է առնել, տեսնենք, որ 70-ը բաժանվում է 3 հատվածի։ Իմացիր, հասկացիր, որ Երուսաղեմը շինելու հրամանը դուրս գալուց մինչև Մեսիա իշխանը 7 7-նյակ եւ 62 7-նյակ կա եւ դարձյալ պիտի շինվի հրապարակը եւ Փարիսպա եւ այն էլ նեղ ժամանակներում։ Նկատում ենք այստեղ 77-նյակ ինչպես է բաժանվում։ Բայց այստեղ կարևոր մի հանգամանք ենք մենք տեսնում, թե երբանից պետք է հաշվել այդ 490 տարին կամ 77-նյակը։ Այստեղ ասում է Երուսաղեմը շինելու համար հրամանը դուրս գալուց։ Ոչ թե Երուսաղեմը կառուցելուց, այլ հրամանը դուրս գալուց։ Երբ որ հրամանը կտրվի, այդ պահից սկսած հաշվում եք 77-նյակը, կամ ինչպես այստեղ ասում է 7 7-նյակը եւ հետո 62 7-նյակը։ Այստեղ հետաքրքիր բառը կա Մեսիա իշխան։ Ամբողջ ինկտականը խոսում է Մեսիա իշխանի մասին եւ այստեղ հստակ է այն ներկայացվում, նա ներկայացվում Մեսիա եբրայերեն լեզվով նշանակում է օծյալ։ Նոր գտականում Քրիստոս բառը հունարեն լեզվով նույնպես նշանակում է օծյալ։ Ուշադրություն դարձրեք, որ ասում է մինչև Քրիստոսը, ուրեմն ինչքան պետք է լինի 7-նյակ եւ 62 7-նյակ, այսինքն 69 7-նյակ։ Եվ հետո կգա օծյալը։ 490-ի սկիզբը մենք տեսնում ենք, որ պետք է փնտրել որտեղ։ Պետք է փնտրել հրամանը դուրս գալուց։ Եվ սկիզբը նույնն է, իհարկե մենք ասացինք, նորից եմ հիշեցնում 2300-ի համար, եթե մեկի սկիզբը գտնում ենք, մյուսն էլ նույնն է, որտեղ 409-ը կազմում է 2300-ի մի մասը, նրա առաջին մասը։ Սկիզբը մենք տեսնում ենք, որ 457 թվականն է Քրիստոսից առաջ։ Մեր թվարկությունից առաջ 457 թվականի աշնանը, կամ երբեմն որ ուզում ենք ավելի կլորացնենք, այն մի քանի ամիսը չենք հաշվում 57 թվականի եւ ասում ենք 456 թվին։ Իհարկե, ավելի հստակ դա 457 թվականի աշնանն է։ Արտաշես կամ Արտաքսերս Լոնգիմանոս թագավորը Պարսկաստանի այդ հրամանը արձակեց։ Միջալուց այս բոլորը կարելի է գտնել ցանկացած հանրագիտարանում, սովետական հայկական հանրագիտարանում նույնպես կա, այնտեղ գրվում է Արտաշես կամ Արտաքսերս Լոնգիմանոսի մասին եւ ասում է, որ նրա թագավորությունը սկսվել է 464 թվականին։ Եվ կարդում ենք Եզրասի գիրքը, երբ կարդում ենք Նեհեմիան, մենք տեսնում ենք, որ այնտեղ ասում է Արտաշեսի թագավորության 7-րդ տարին։ 464-ից եթե 7 տարի գանք, հետ
կստացվի 457 թվականը։ Մի խոսքով 457 թվականի աշուն։ Դա Արտաշեսի հրամանն է, որից մենք պետք է հաշվենք 490 տարին։ Բնականաբար այն հասցնում է 34 թվականին, ինչ որտեղ անպատասխանություն է ստացվում, դուք տեսնում եք 7-4-9 չի անում, 0 չի անում վերջի թիվը, ամեն դեպքում դրա մասին մենք հիմա կխոսենք։ Վերջը գալիս է ուրեմն 34 թվականի կլորացրած տարբերակով կամ 33-ի աշնանում, կամ 34-ի սկիզբը կլորացրած։ Հաշվի առնենք, որ պատմաբանները չեն օգտագործում 0 թիվը հաշվանքի համակարգում։ Իսկ աստղագետները օգտագործում են։ Ինչ նկատի ունենք։ Երբ մենք խոսում ենք մեր թվարկության մասին, տեսեք Քրիստոսից առաջ 2 թվականը, չէ՞, 1 թվականը, բայց հետո գալիս ենք 0 թվական չկա այդպիսին, հետո գալիս է 1 թվականը Քրիստոսից հետո գալիս է 2 թվականը Քրիստոսից հետո, այդպես շարունակական 2014 թվականն է հիմա Քրիստոսից հետո։ Բայց երբ որ գալիս ենք 1 թվական, նրանից հետո պատմաբանները չունեն այդպիսի թիվ 0, նրանք միանգամից անցնում են մեր թվարկությունից առաջվա առաջին թվականը։ Տեսեք այստեղ։ Իրականում մի տարի կորում է։ Եթե մենք թվարկությունը հաշվեինք ճիշտ ձևով 0-ից աջ ու ձախ, ետ առաջ, ապա պետք է որ մի տարի ավել լիներ։ Այս հանգամանքը հաշվի առնելով մենք տեսնում ենք, որ գալիս է 34 թվական եւ ոչ թե 33 թվական։ Հետո մենք կարդում ենք Դանիելի մոտ 7-րդ յոթնյակի մասին, այստեղ խոսքը ավելի շատ առաջի յոթնյակի մասին է, որը 49 տարի է ստացվում, հա, 7 անգամ 7, 49, 7 յոթնյակ, դա 457-ից, եթե մինչև 458-ը տեսնենք, 49 տարի, սա այն ժամանակահատվածն է, երբ շինվեց Երուսաղեմը։ Այսինքն առաջի յոթնյակի ընթացքում շինվել է Երուսաղեմը։ Դա կարծես մեզ համար այսօր այդքան էլ մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, պարզապես սա պատմական փաստ է, որ նախորդ ասվել է, որ Երուսաղեմը կսարքվի 49 տարվա ընթացքում։ Տաճարը, Երուսաղեմը եւ այլն։ Ուրեմն գնանք առաջ հաշվենք 69 յոթնյակը, 70-ը բերում է 34 թիվ, 69-ը բերում է 27 թիվ։ Բնականաբար 7 անգամ 69, 483 օրը մի տարի, Եզեկիել մեջ ամեն 1 տարվա տեղ 1 հատ օր եմ տալիս քեզ, նկատենք, որ մարգարեության մեջ այս սիստեմը պետք է կիրառել, այսինքն 1 օրը 1 տարի, 1 տարին 1 օր։ Ուրեմն այստեղ դա բերում է մինչև Մեսիա իշխանը, այսինքն մինչև Քրիստոսը։ Ես արդեն ասացի, որ Մեսիա, Քրիստոս, հունարեն, եբրայերեն եւ հունարեն, թարգմանաբար հայերեն կնշանակի օծյալ, ռուսերեն պամազաննի։ Այսպիսով 69 յոթնյակը բերում է մինչև Քրիստոսին։ Երբ է Քրիստոսը, այսպես ասենք, երբ է Հիսուսը Քրիստոս դարձել։ Երբեմն դուք Աստվածաշնչում այս արտահայտությունը չգիտեմ, ուշադրություն դարձրեք թե ոչ, ասում է Հիսուսն է Քրիստոսը։ Դա Քրիստոսի անուն ազգանունը չի, Հիսուս անունը ազգանունը Քրիստոս։ Դա պարզապես նրա անունը Հիսուս էր եւ նրան ասում էին օծյալ Քրիստոս։ Այսինքն իրականում եթե ճիշտ թարգմանենք, ինչպես պետք է հնչեր հայերեն Հիսուս Քրիստոս, պետք է հնչի փրկիչ օծյալ։ Մենք տեսնում ենք, որ Քրիստոսը երբ դարձավ օծյալ։ Ծնված օրվանից նա Հիսուս էր եւ փրկիչ, բայց հետո դարձավ օծյալ։ Մենք այդ մասին կարդում ենք եւ մարգարեությունը բերում է 27 թվականին։ Մեր թվարկությունից առաջ 57-ից եթե 483 հաշվենք, բերում է մեր թվարկության 27 թվականին։ Եվ 62 յոթնյակից հետո, այսինքն 7 յոթնյակը եւ 62 յոթնյակը, եթե դրանք անցնում են, այսինքն 69 յոթնյակից հետո Մեսիան մահով պիտի դատապարտվի, բայց ոչ իր համար, եւ եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնի քաղաքը եւ սրբարանը, եւ նրա վերջը իբր թե հեղող կլինի, եւ միջե պատերազմի վերջը ավերումներ են որոշված։ Այստեղ ասում է, որ 7-րդ յոթնյակի ընթացքում Մեսիան ինչ որ գործողություններ է կատարելու։ Վերադառնանք նոր կտակարան։ Ղուկաս 3-րդ գլուխ։ Տիբերիոս կայսեր տերության 15-րդ տարում նա Հովհաննեսը եկավ Հորդանանի ամեն կողմեր ապաշխարության մկրտություն քարոզելով մեղքերի թողության համար։ Ղուկասը նշում է
Տարեթիվ Տիբերիոս կայսրի տերության 15-րդ տարին։ Ուրեմն Ղուկաս 3:1 12 թվականից սկսած Տիբերիոսը թագավորում էր հոր հետ միասին։ Սա հաշվի առնենք եւ եթե դա հաշվի առնենք կտեսնենք, որ նա ավելի շուտ էր սկսել թագավորել իրականում եւ եթե 12 թվականից 15 տարի հաշվենք, դա բերում է 27 թվականին, այսինքն Քրիստոսի մկրտությունը եղել է 27 թվականին։ Տիբերիոս կայսրը սկսել է կառավարել 12 թվականից 15 տարի գումարած, դա բերում է 27 թվականին։ Քրիստոսի մկրտության տարեթիվն է մեր թվարկության կամ ինչպես ասում են Քրիստոսի ծնունդից 27 թիվը։ Այն Հիսուսին, որ Նազարեթից է, թե ինչպես Աստված նրան Սուրբ Հոգով եւ զորությունով օծեց։ Հիշենք, որ մկրտության ժամանակ Սուրբ Հոգին իջավ Քրիստոսի վրա եւ նա Սուրբ Հոգով օծվեց։ Եվ այստեղ Պետրոս Արաքյալը ասում է, որ Քրիստոսը օծվել է։ Քրիստոսը օծյալ դարձավ այն ժամանակ, երբ մկրտվեց եւ նրա վրա իջավ Սուրբ Հոգին։ Այսինքն Քրիստոսի մկրտությունը 27 թվականը ցույց է տալիս, որ Քրիստոսը այդ օրը դարձավ օծյալ կամ Մեսիա։ Մարգարեության ճշգրտությունը մենք այստեղ տեսնում ենք, հիշում եք, որ ես ասացի 569 տարի հետո պետք է այդ մարգարեությունը կատարվեր եւ նախապես դա տրված էր։ Քրիստոսի մկրտությունը եղել է 27 թվականին, մարգարեությունը տրված էր 538 թվականին, հստակ դա երևում է 8-րդ գլխի առաջին համարից եւ դրանից 565 տարի հետո ճշգրիտ այն կատարվում է։ Եթե ինչ-որ մեկին ուզում եք թվերով ինչ-որ բան ցույց տալ, թե ինչպես մարգարեությունը կարող է կատարվել, կարող եք սա ցույց տալ։ Եվ բոլոր ժողովրդի մկրտվելու ժամանակին եղավ, որ երբ որ Հիսուսը մկրտվեց, եւ ինքը Հիսուսը սկսած էր 30 տարեկանի չափ լինել։ Մենք ասում ենք, որ Քրիստոսը մկրտվեց, մարգարեությունը ցույց է տալիս, որ նրա մկրտությունը տեղի ունեցել մեր թվարկության 27 թվականին, կամ Քրիստոսի ծնունդից 27 թվականին։ Բայց չէ՞ որ այստեղ ասում է, որ նա մկրտվելու պահին 30 տարեկան էր։ Եթե Քրիստոսի ծնունդից է հաշվում մեր թվարկությունը, ապա ինչու է այսպիսի անհամապատասխանություն ստեղծվում։ Ինչպես հասկանալ այդ դեպքում Ղուկասի այդ համարները։ Պարզապես այս հարցի պատասխանը շատ հստակ է, մեր թվարկությունը ետ է մնում 4 տարով։ Այսինքն իրականում մեր թվարկությունը Քրիստոսի ծնունդից չեն հաշվում։ Առաջ եւ ինչպես հիմա էլ շատ երկրներ, պետություններ իրենց ոնց էր ասում տարեգրությունը, թվարկությունը հաշվում են տարբեր տեղերից։ Օրինակ հրեաները ստեղծագործությունից են հաշվում, չինացիները ուրիշ մի բանից։ Հիմա մեր օրերում նույնիսկ։ Իսկ առաջ էլ այդպես կար Հռոմի հիմնադրությունից էին հաշվում, հատկապես այն ժամանակ, երբ քրիստոնեությունը տարածվեց Հռոմում եւ այլն։ Մի խոսքով 250-ական թվականներին քրիստոնյա քահանաներից մեկը առաջարկում է, որպեսզի մեր թվարկությունը սկսեն հաշվել Քրիստոսի ծնունդից։ Ինչու ենք մենք հաշվում Հռոմի հիմնադրությունից կամ ինչ-որ մի տեղից, եթե կարելի է այդպիսի կարևոր իրադարձությունից Քրիստոսի ծնունդից հաշվել։ Եվ նրանք հետ են հաշվում են 250 տարի հետ են գնում, որպեսզի Քրիստոսի ծննդյան տարեթիվը գտնեն, բայց իրականում նրանք սխալվել են 4 տարով։ Քրիստոսը իրականում ծնվել է մեր թվարկությունից առաջ 4 թվականին։ Քրիստոսի ծնունդը եղել է մեր թվարկությունից առաջ 4 թվականին, երբ Հերովդեսը դեռևս կենդանի էր, որտեղ այդ թվականին նա մահանում է, եւ 4 տարի հետո եթե լիներ նրա ծնունդը, Հերովդեսը չէր կարող այդ երեխաների կոտորման հրամանը տալ։ Մի խոսքով այս տարաձայնությունը կամ անհամապատասխանությունը ճակերտավոր շատ հեշտ է լուծվում, 3 տարուկես տարբերություն է տալիս մեր թվարկությունը։ Վերջին մասը, վերջին յոթնյակի մասին ինչ է ասում։ Եվ նա պիտի զորացնի ուխտը շատերի համար 1 յոթնյակ, եւ յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը եւ պատարակը, եւ տաճարի ծայրի վրա ավերածի պղծությունը կլինի մինչեւ որ վերջնական եւ նախասահմանյալ պատուհասը կթափվի ավերածի վրա։ Այսպեսով մենք տեսնում ենք, որ վերջի յոթնյակը ինչ որ առանձնահատուկ առանձնացում է եւ նկարագրում է, թե ինչ է տեղի ունենալու։ Վերջի յոթնյակը դա 27 թվականից մինչև 34 թվականն է։ 27 թվականին Քրիստոսը մկրտվեց դարձավոցյալ եւ սկսեց իր ծառայությունը եւ մինչև 34 թվական շարունակվելու էր այդ յոթնյակը։ Այստեղ ես գրել եմ մի այսպիսի նախադասություն, այս յոթնյակը, այսինքն վերջին 70-րդ յոթնյակը սկսվում է 69-րդ
յոթնյակից անմիջապես հետո։ Բայց դուք կարող եք ասել մաթեմատիկական լեզվով ասած, այսինչ տավտալոգիա ես գրել։ Պարզ է, որ 69-ից հետո գալիս է 70-ը։ Դա իհարկե տրամաբանության տեսակետից այդպես է, մենք բոլորս էլ դրան համաձայն ենք։ Բայց այսօր մարդիկ կան, որոնք ասում են 70-րդ յոթնյակը դեռևս չի կատարվել։ Եվ դա բողոքականության մեծ մասը։ Իհարկե կաթոլիկ եկեղեցին է օրինել այս հակկա բողոքականության գաղափարները, որպես այս ճանապարհներով բողոքականներին հեռացնի շատ տարբեր բաներից, եւ սա էլ դրանցից մեկն է, ինչպես եկեղեցու հափշտակությունը, այնպես էլ սա եկեղեցու հափշտակության հետ են կապում եւ ասում են, որ 70-րդ յոթնյակը դեռևս չի կատարվել, այսինքն դա կկատարվի Քրիստոսի գալուստից առաջ, երբ եկեղեցին կհափշտակվի 7 տարի կլինի երկնքում ինչ որտեղ, հետո նոր կլինի Քրիստոսի գալուստը։ Այստեղ հարց է առաջանում, ինչ իրավունքով է այն այս մարդկանց կողմից հետաձգվում։ Մարդուն ասես դու ապրել ես արդեն 69-րդ տարին, բեր 70-րդ տարին մի ապրիր, հետո կերևա մի ինչ որ ժամանակ հետո 2000 տարի անցնելուց հետո նոր 70-րդ տարին կապրես։ Իհարկե սա անիմաստ հետաձգում է, բայց շատ կարևոր է սրա վրա շատ ուսում դարձնել, որովհետև շատերը այս վերջին 70-րդ յոթնյակը չեն տեսնում հստակ կատարված, չնայած այն հստակ նույնիսկ նկարագրության մեջ երևում է, թե ինչպես է կատարվել։ Մենք տեսնում ենք, որ յոթնյակի կեսին ասում եք դադարի զոհը եւ պատարակը։ Այսինքն 31 թվականը դա Քրիստոսի խաչելության տարին է։ Եվ բնականաբար խաչելության ժամանակ դադարեց զոհն ու պատարակը ծիսակատարությունը։ Այդ օրը դադարեց ծառայությունը տաճարում։ Մենք տեսնենք այդ յոթնյակի ընթացքում ինչ է տեղի ունենալու։ Մեսիան մահով պիտի դատապարտվի, բայց ոչ իր համար։ Այսինքն 31 թվականին Քրիստոսը մահացավ մարդկանց փրկության համար։ Հայտնական արդարությունը պետք է բերեր այդ յոթնյակի ընթացքում, այսինքն 27 թվականից մինչև 31 թվականի կեսը։ Եվ Քրիստոսը քարոզեց, արդարությունը բերեց եւ մարդկանց ներկայացրեց բոլոր իմաստներով, թե տեսականորեն, թե արդարացնելու տեսակետից։ Ամենասուրբը օծվելու է, այսինքն Քրիստոսը այդ ժամանակ մկրտությամբ օծվեց եւ դարձավ Մեսիա։ Մարգարեները կնքվելու են, այսինքն վերջացավ 5 կտակարանի ժամանակահատվածը եւ սկսում է նոր կտակարանի ժամանակահատվածը եւ դա այդ յոթնյակի ընթացքում է։ Հանցանքը վերջացնելու, մեղքերը կնքելու եւ անօրենությունը քավելու։ Քրիստոսը իր մահով բոլոր մարդկանց մեղքերը քավեց, անօրենությունը քավեց, մեղքերը կնքեց, այսինքն վերջացրեց եւ մենք կարող ենք փրկվել, եթե հավատում ենք Քրիստոսի խաչելությանը։ Յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը եւ պատարակը։ Այսինքն այն զոհերը, որ բերվում էին 5 տակարանում, յոթնյակի կեսին 31 թվականին, 27 թվականից մինչև 31 թվականի 27 թվականի աշնանից, մկրտությունից, մինչև 31 թվականի գարունը Քրիստոսը քարոզեց եւ խաչվեց։ Խաչվելու ժամանակ մենք գիտենք, որ դադարեցին զոհն ու պատարակը։ Այսպիսով յոթնյակի վերջն էլ նայենք, յոթնյակի վերջը գալիս է մինչև 34 թվականը։ Դա կարող ենք 2 զոհով հաշվել կամ 456-ին 34, 490-ը գալիս այն մի տարին կլորացնելով, կամ 27-ին գումարած 7, 34։ Այստեղ մենք տեսնում ենք, որ 490-ը վերջացավ, հրեաների ժամանակը վերջացավ եւ Քրիստոսը այդ կապակցությամբ նույնիսկ որոշ հրահանգներ էր տվել։ Նա պատվիրում էր քարոզել միայն հրեաներին։ Երբ 34 թվականին Ստեփանոսին քարկոծեցին, նկարագրում է, որ դրանից հետո սկսեցին քարոզել հեթանոսներին։ 7 գլխում նկարագրում է, թե ինչպես քարկոծեցին Ստեփանոսին, 8 գլխում արդեն ասում է գործկարակելոց, թե ինչպես սկսեցին քարոզել հեթանոսներին։ Այսինքն հրեաների ընտրյալ լինելու ժամանակը վերջացավ 490 տարին, 34 թվականին։ Այստեղ բառերը խախտվել են, դե լավ, ամեն դեպքում ես ցուցադրեմ, քանի որ գրվածը չի երևում։ Ուրեմն վերքեն Այստեղ մենք տեսնում ենք 457 թվականը, երթվարկությունից առաջ, սա հիշում ենք, որ 490 տարվա, տեսեք ներքևում 490 տարին, և 483, եթե բերում եք 27 թվականին, սրա սկիզբն է նշում։
Իհարկե մենք կնայենք նաև 2300-ի սկիզբը, բայց մենք նայում ենք 490-ը, որը այստեղից բերում է մինչև 34 թվականը։ Այդ վերջին 7-նյակի կեսում Քրիստոսը խաչվում է, 27-ին մկրտում, կեսում խաչվում, 34-ին Ստեփանոսի քարկոծությունը։ 2.5 տարի, 3.5 տարի։ Մի խոսքով ամեն ինչ հստակ է, պարզապես սխեմայով դուք կարող եք դա ավելի հստակ տեսնել։ Այսպիսով մենք տեսանք 2300-ից 490-ը հրյաների տարիները, հրյաների ընտրության տարիները, այնտեղ մնում է 1810 տարի։ Եթե 34 թվականին գումարենք այդ 1810 տարին, ուր կգա հարցական այս թվերը, մենք տեսնում ենք, որ այդքան էլ դժվար չի հաշվելը, կամ 2200-ից հանած 490 անում է 1810, մի խոսքով 456-ից մինչև 1844-ը անցնում է 2300 տարի։ Դա կարող եք տարբեր ձևով հաշվել, դա խնդիր չի ներկայացնում իրենից, ամենահեշտը 34-ին գումարած այն մնացած մասը, 1810-ը։ Ինչ պետք է լիներ այդ թվականին, այսինքն 1844 թվականին։ Այս սխեմայի վերջը մենք տեսնում ենք արդեն բերում է 1844 թիվը, 457-ից, այստեղ իհարկե տառերը հասկանալի, արդեն գրված է 457-ը հրամանն է, 27 Հիսուսի մկրտությունը, 31-ը խաչելությունը նկարած է և Ստեփանոսի մահը 34-ին, ցած 490-ներ։ Դրա շարունակությունը բերում է 1844-ին։ Ինչ պետք է տեղ ունենար այդ ժամանակ, ասում է 2300 երեկո եւ առավոտ եւ սրբարանը կարդարանա։ Որպեսզի դա հասկանանք, մեզ պետք է հասկանալ ինչ է սրբարանը։ Սրբարանը մենք 5 տակարանում տեսնում ենք մինչև կառուցելը Ադամի ժամանակից կային զոհեր, ընտանեկան իհարկե մակարդակի են դա կատարում, հիշում եք Աբելի Կայինի, Ադամի զոհերը, Նոյը որ զոհաբերություն է կատարում, Աբրահամը անընդհատ շեշտում է, որ նրանք զոհաբերություններ են կատարում, եւ մենք տեսնում ենք, որ այդ ամենը շարունակվեց մինչև Մովսեսի օրերը, երբ հստակ հրահանգ տրվեց, որ պետք է կառուցել սրբարան, որը վրանից էր բաղկացած, այսինքն վրանի տեսք ուներ եւ այն տեղափոխովի էր եւ 40 տարվա իրենց ճանապարհության ընթացքում նրանք ճանապարհորդում էին եւ այս վրանը կամ սրբարանը տեղափոխում իրենց հետ։ Սրբարանի հետ կապված տրվեց ղևտական համակարգը, այսինքն հրեաների 12 ցեղերից մեկը հատուկ նվիրվեց Աստծո գործը կատարելու համար, նրանք քահանաներ էին, ղևտացիներ, եւ հետագայում մենք տեսնում ենք այդ սրբարանի ծառայությունը վերածվեց նրան, որ Սողոմոնի ժամանակ կառուցվեց տաճարը։ Սրբարանը բաղկացած էր երկու բաժիններից եւ բակից։ Բակում կային տարբեր առարկաներ, վարակույրներ կային, բաժիններում էլ այդ բոլորը կար, մոտավորապես այսպիսի տեսք ուներ, դուք կարող եք իհարկե այս ֆայլը քաշել եւ ունենալ եւ ինքնուրույն ուսումնասիրել, այսպիսի տեսք ուներ, տեսնում եք հрьяաների ցեղերը իրենց շարքերով, իրենց տեղադրման ձևով արդեն գտնվում էին սրբարանի շուրջը։ Սրբարանը գտնվում էր բակում, որը ցանկապատված էր իհարկե վարակույրներով, իսկ ինքը սրբարանը բաղկացած էր երկու մասից։ Սա իհարկե բակում գտնվող լվացարանն է ձախ կողմում եւ երկրորդը այսա լվացարանն է եւ երկրորդը զոհասեղանը։ Սրանք բակում էին գտնվում եւ անցնենք առաջին մասը։ Առաջին մասում սրբարանի արդեն վրանի տակ գտնվում էր ջրակակալը 7 ճուղանի, գտնվում էր հացի առաջավորության հացի սեղանը, որտեղ 12 հացերն են դնում Իսրայելի 12 ցեղերին համահունչ որպես խորհրդանիշ եւ գտնվում էր խունկի սեղանը, որի վրա խունկ էր այրվում։ Այսինքն ստացվում է, որ իրականում սրբարանի այս մասում կար 3 առարկա։ Թե ինչ են դրանք խորհրդանշում, դա լրիվ այլ հարց է, այնպես որ գնանք առաջ։ Սրբարանի երկրորդ մասը, որը վարակույրով բաժանում էր առաջի մասից, երկրորդ մասը վարակույրը բաժանում էր, առաջի մասը ամբողջ սրբարանի 2/3 մասն էր կազմում, երկրորդ մասը 1/3։ Երկրորդ մասում, որը կոչվում էր սրբությունների սրբություն, առաջի մասը կոչվում էր սրբություն։ Սրբությունների սրբությունում գտնվում էր տապանակը ոսկյա, նրա վրա կային կերոբեները, տապանակի մեջ գտնվում էր 10 պատվիրանը։ Եվ այս սրբարանը կառուցված էր այնպես, որ ամենօրյա ծառայություններ էին այնտեղ կատարվում, եւ Ղևտացիս առաջի գլխից կարդալու դուք կարող եք գտնել, որ 4 բնույթի զոհեր կային՝ մեղքի, հանցանքի, ողջակեզ
եւ շնորհակալության զոհ, խաղաղության զոհ է անվանվում։ Եվ զոհաբերության ընթացքը նկարագրումը, թե ինչպես են մարդիկ բերում ձեռքերը դնում մորթվող գառի վրա, խոստովանում իրենց մեղքերը Աստծո առաջ, այնուհետև ինչպես պետք էր այն զոհաբերել, որ մասներ քահանային մնում, որ մասներ զոհաբերողին մնում կամ պարզապես ամբողջությամբ այրվում էր, եթե դա ողջակեզ էր։ Եվ այդ ծառայությունը սրբարանի առաջին մասում ամեն օր տեղի էր ունենում։ Անկախ մարդկանցից քահանան գոնե իր եւ ժողովրդի համար այդ զոհաբերությունները կատարում էր։ Այսպեսով մենք տեսնում ենք, որ տարին տարվա բոլոր օրերը կատարում էր սրբարանի առաջին մասում, բայց կար քավության օր, երբ տարին մեկ անգամ քահանայապետը, ոչ թե քահանան, այլ քահանապետը մտնում էր սրբությունների սրբությունը։ Դա նկարագրված է Ղևտացոց 16 գլխում, դուք ինքներդ կարող եք տեսնել, կարդալ, այնտեղ ասում է, որ վերցվում էր երկու նոխազ եւ վիճականությամբ պարզվում էր մեկը Աստծուն նվիրված, մեկը Ազազելին կամ սատանային, այսպես ասենք, խորհրդանշող եւ ծառայության ընթացքը այնպես էր տարվում, որ վերջում մեկը զոհաբերվում էր, որ Աստծունն էր, մյուսը տարվում էր անապատը։ Եվ բնականաբար այդ ամենը տարին մեկ անգամ էր տեղի ունենում, քահանապետը այդ զոհաբերության արյունով եւ խունկով մտնում էր սրբարանի ամենասուրբ տեղը կամ սրբությունների սրբությունը։ Ինչի համար է սա կարևոր, որովհետև հստակ Եբրայեցիս գիրքը մեզ բացատրում է, որ այդ բոլոր զոհաբերությունները խորհրդանշում էին Քրիստոսին։ Ոչ միայն զոհաբերությունները, նույնիսկ սրբարանը, նույնիսկ տոները եւ մնացած բոլոր ծիսակատարությունները։ Եբրայեցիս 9:22-ում կարդում ենք. առանց արյուն թափելու թողություն չի լինում։ Այսինքն պետք էր արյուն թափել, որպեսզի մարդու մեղքը ներվեր։ Անկարելի է, որ նոխազների եւ ցուլերի արյունը մեղքեր վերառնա։ Բայց հետաքրքիր ամբողջ 5 տականում միայն նոխազներ ու ցուլերն էին զոհաբերվում, բայց այստեղ ասում է անկարելի է։ Եթե կարդաք ուշադիր 9 գլուխը 10 գլուխը, որտեղից մեզ բերված են այս երկու արտահայտությունները, դուք կարող եք տեսնել, որ Պողոս առաքյալը հստակ ցույց է տալիս, որ Քրիստոսի արյունով է միայն, որ կարելի է փրկվել։ Հովհաննես առաքյալը ասում է Հիսուս Քրիստոսի արյունն է, որ սրբում է մեզ ամեն մեղքից։ Առաջ Հովհաննու 1:7 համար։ Եվ սա վերաբերում է բոլոր ժամանակներին։ 5 տականում նույնպես փրկությունը Քրիստոսի արյունով էր։ Այսինքն Քրիստոսը իր կյանքը տվեց, արյուն ասելով նկատի ունի կյանքը տալը։ Քրիստոսը իր կյանքը տվեց եւ այդ կենդանները, որոնք մահանում էին, մորթվում էին, արյուն թափվում, դրանով խորհրդանշվում էր, որ Քրիստոսը գալու էր կյանքը տա եւ փրկությունը ապահովի։ Իհարկե մեր եւ Քրիստոսից առաջ ապրողների տարբերությունը նրանում է կայանում, որ նրանք, այսպես ասենք, դեպի ապագա էին նայում, որ գալու է Մեսիան, Քրիստոսը, որը իր արյունը տալով, այսպես ասենք, իրեն զոհաբերելով կատարելու է փրկությունը։ Իսկ մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք Քրիստոսը եկել է, մեզ համար զոհաբերվել է եւ մենք նրան հավատալով կարող ենք փրկվել։ Բայց այսօր կան մարդիկ, որոնք ունեն այսպես կոչված հերետիկոսական թյուր կարծիք։ Նեղության ժամանակ մարդիկ կփրկվեն իրենց արյունով։ Այսինքն եկեղեցին կհափշտակվի այդ 70-րդ յոթնյակի ժամանակ եւ երկրի վրա կմնան մարդիկ, նրանք որ կիսապատրաստ են, դարձի չեն եկել 100%-անոց կնքված չեն, նրանք կսկսեն նեղության ժամանակ ապրել եւ այդ նեղության ժամանակ իրենց արյունով կվճարեն իրենց մեղքերի համար։ Սրբապղծություն, հերետիկոսություն, աստվածահայհոյություն, ինչպես ուզում եք սա անվանեք։ Սա այն է, ինչ որ սատանան ցանկանում է ներկայացնել մարդկանց։ Մարդը փրկվում է գործերով։ Ոչ, մարդը գործերով չի փրկվում եւ դա մենք հստակ տեսնում ենք Նոր Գտականով, բոլոր մարդիկ արդարանում են միայն Քրիստոսի նկատմամբ հավատով, միայն նրա արյան, այսպես ասենք, միջոցով։ Թե 5 Գտականում, թե Նոր Գտականում եւ թե նույնիսկ ապագայում, որ կլինի նեղության ժամանակ։ Այսինքն մարդիկ փրկվում են միայն Քրիստոսի արյունով։ 5 Գտականի բոլոր համակարգը, սրբարանը, զոհերը, տոները, նույնիսկ սրբարանի առարկաները եւ այն ամենը, ինչ որ կապվում էր երկրպագության հետ, աստվածապաշտության հետ, այդ ամենը խորհրդանշում էին Քրիստոսին, ցույց էին տալիս Քրիստոսին։ Աշխարհի սկզբից հետո մորթված գառը Քրիստոսն է։ Հիշում եք Հովհաննես առաքյալը ասում է, ահա Աստծո գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ Այսինքն այդ բոլորը խորհրդանշում են Քրիստոսին։ Եվ երբ որ Քրիստոսը մահացավ, ճշմարիտ զոհաբերվեց, այլևս ծիսակարգը այդ զոհաբերությունների անհրաժեշտությունը դրա չկար,
որովհետև այդ ոչխարը, գառը կամ այլ կենդանի արդեն իրենց իմաստը կորցրին, որովհետև իսկական գառը, իսկական մեսիան եկավ։ Եվ այսօր ուժի մեջ չէ պատարագը, զոհը, պատարագ զոհաբերվել իմաստով, ոչ թե երկրպագության ընթացքի իմաստով։ Զոհն ու պատարագը այս պահին իմաստ չունեն, որովհետև դադարեց զոհն ու պատարագը 70-րդ յոթնյակի կեսին, եթե հիշում եք այդ արտահայտությունը։ Ինչպես դա տեղի ունեցավ, երբ Քրիստոսը մահացավ, մենք կարդում ենք, որ տաճարի վարագույրը, որը բաժանում էր սրբությունը սրբությունների սրբությունից, դա ոչ ոք իրանք չուներ այնտեղ մտնել, բացի քահանապետից տարին մեկ անգամ, եթե հիշում եք, այնպես դա միշտ փակված էր, բայց այն վերևից ներքև պատռվեց։ Եվ գառն էլ որ գտնվում էր քահանայի ձեռքին փախավ, այսինքն դրա զոհաբերելու կարիքը այլևս չկար, որտեղ իսկական զոհը արդեն զոհաբերվեց։ Իսկական գառը աշխարհի, որ իր վրա վերցնում աշխարհի մեղքը, Քրիստոսը զոհաբերվեց։ Այսպեսով Քրիստոսը մենք տեսնում ենք, որ մահացավ 31 թվականին, զոհաբերվեց եւ դադարեց զոհն ու պատարագը։ Մենք խոսում էինք իսկական սրբարանի մասին, ռեալ, իրական, որ երկրի վրա գոյություն ուներ։ Այն կառուցվեց Մովսեսի ժամանակ, հետո տաճարը կառուցվեց Սողոմոնի ժամանակ, վերանորոգվեց հետագայում եւ Քրիստոսի օրերում այն գոյություն ուներ։ Բայց Քրիստոսը ասեց, մարգարեացավ, որ այդ տաճարը կքանդվի քարը քարի վրա չի մնա։ Նրա մահով դադարեց ծիսակատարությունը։ Տիտոսը այդ տաճարը քանդեց 70 թվականին։ Եվ ստացվում է, որ արդեն Քրիստոսի մահով հին ու նոր կտակարանները սկսեցին կամ ուխտերը սկսեցին բաժանվել։ Հին կտակարանը Քրիստոսի խաչի ստվերն էր, դուք տեսնում եք ստվերում այդ զոհաբերությունները, սկսած Ադամ Կայինի ժամանակներից մինչև Քրիստոսի խաչելության օրը, վերջի զոհաբերությունը նախորդ օրը։ Եվ դրանից հետո նոր կտակարանը մենք տեսնում ենք արդեն մկրտությունը որպես ծիսակատարություն, հաղորդությունը որպես զատիկի տոնի հիմնում նրա փոխարեն եւ նոր երկիր եւ ապագան մի խոսքով հին ու նոր կտակարանների այսպեսի ճամփաբաժան է հանդիսանում Քրիստոսի խաչը։ Մենք տեսնում ենք, որ երկրային խորանը գնայինի օրինակով էր կառուցված։ Բայց երբ կարդում ենք Եբրայեցիս 8:5 համար, ասում է, որ երկնավոր բաների օրինակով այդ ամենը կառուցեց Մովսեսը։ Այսինքն երկնքում էլ կա սրբարան։ Մենք հիմա անցնում ենք այս հարցին։ Երկնային սրբարան։ Որտեղից ենք վստահ, որ երկնքում էլ կա սրբարան։ Այն կար նույնիսկ երկրայինից առաջ, բնականաբար։ Կարդում ենք Հայտնության 11:19-ում, ասում է երկինքը բացվեց եւ ես տեսա տաճարը երկնքում, ասում է Հովհաննեսը։ Մենք Հայտնության 8-ից սկսած տեսնում ենք տարբեր առարկաներ։ Այստեղ 11:19 համարում ասում է տեսա տապանակը երկնքում։ Մենք տեսնում ենք ճրագակալը առաջին գլխում Հայտնության, խունկի սեղանը Հայտնության 8 գլխում եւ քահանապետին տեսնում ենք նորից Հայտնության գրքի մեջ։ Եվ նաեւ Եբրայեցիս գրքի մեջ այդ բոլորը հստակ ասվում է, որ երկնքում կա սրբարան, տաճար եւ նույնիսկ առարկաներն են այդտեղի նշվում։ Այնպես որ Քրիստոսի մասին երբ ասում է, որ նա համբարձվեց երկինք եւ ասում է Աստծո զորության աջ կողմը նստեց եւ բարեխոսություն է կատարում մեզ համար։ Ինչպես հին կտակարանի քահանան եւ քահանապետն էր դա անում, Քրիստոսը այս կարգավիճակում երկնքում իր համբարձվելուց հետո 31 թվականից հետո սկսել է այդ ծառայությունը երկնային սրբարանում։ Բայց այստեղ հարց է առաջանում, կարիք կա արդյոք մաքրել երկնային սրբարանը։ Մեղք կա արդյոք երկնքում, որ սրբարանի մաքրման մասին է խոսքը։ Եթե խոսքը գնում է նրա մասին, որ 1844 թվականին սրբարանը պետք է արդարանար եւ մենք խոսում ենք բնականաբար երկնային սրբարանի մասին։ Եբրայեցիս 9:23-ում ասում է. Արդ հարկավոր էր, որ երկնքում եղած բաների օրինակները այսպիսի բաներով սրբվեն, այսինքն զոհաբերությունների միջոցով կենդանիների եւ այլն երկնքում եղածների օրինակներ, այսինքն երկրային սրբարանները, բայց բուն երկնավորները նրանցից ավելի ազնիվ պատարակներով, այսինքն երկնավորներն են սրբվում, եթե նկատում եք համարի մեջը դա է ասում, պարզապես ավելի ազնիվ պատարակով, այսինքն Քրիստոսի զոհով։ Մենք հասկանում ենք, որ մեղքը, որը տարվա ընթացքում տեղափոխվում էր սրբարան եւ հետո տարին մեկ անգամ սրբությունների սրբություն,
դա բառացիորեն ինչ որ բան չէր շոշափելի առարկայական, որ մի մասից մյուսներ տեղափոխվում։ Նույնն էլ երկնքում։ Երբ մենք ապաշխարում ենք, մեր մեղքերը ներվում են, չի նշանակում, որ երկնքում մեղքերը կուտակվում են, հավաքվում են։ Դա փոխաբերական իմաստով է իհարկե ասում, թե ինչպես 5 կտականում էր, այնպես էլ նոր կտականում։ Մեղքերը շոշափելի ձևով չէին տեղափոխվում։ Եվ այդ պատճառով երկնքում էլ բնականաբար կան մեղքեր, այն իմաստով, որ մեր մեղքերի վերաբերյալ գրառումներ են կատարվում երկնքի գրքերում։ Եվ անհրաժեշտ է որպեսզի մենք մաքրվենք, սրբեն այդ մեղքերը, երբ մենք դիմում ենք Քրիստոսի զոհին։ Եվ երբ մենք դիմում ենք Քրիստոսը որպես մեր միակ ճշմարիտ բարեխոսը, կենթանի մշտապես գործող բարեխոսը, կարող է մեզ համար բարեխոսել եւ մեր մեղքերը ներել։ Մենք կարդում ենք, որ սրբարանը կարդարանա։ Հիշեցնենք, որ դադարել է ծառայությունը երկրային սրբարանում։ Այսօր տաճարը չկա։ Հрьяաները շատ կուզենային այսօր ծառայություններ կատարել, զոհաբերություններ կատարել, բայց քանի որ տաճարը չկա, իսկ Աստվածասեր էր միայն տաճարում, նրանք ոչ միտեղ չեն կարող զոհաբերություն կատարել։ Դրա համար շատ անհանգստացած են, ուզում են տաճարի տեղը ազատել արաբներից, մուսուլմաններից եւ կառուցել իրենց տաճարը։ Տաճարը չկա այսօր։ Խաչից հետո Քրիստոսի մասին ասում է, որ նա մտավ սրբատեղերը։ Եվ բնականաբար ստացվում է, որ 1844 թվականին, քանի որ սրբարան տաճար երկրի վրա չկար եւ կար միայն երկնքում, եւ Քրիստոսն էլ մտել էր սրբարանի առաջին մասը, 44 թվին պետք է սրբարանը արդարանար կամ մաքրվեր։ Այսինքն սկսվեց այդ process 1844 թվականին։ Եվ նա ասաց ինձ, մինչև 2300 իրիկուն եւ առավոտ, հետո սրբարանը պիտի արդարանա։ Այսինքն եթե մենք հաշվում ենք 456 թվականի աշնանից, ապա 1844 թվականի աշնանը հոկտեմբերին այդ process-ը երկնային սրբարանում սկսվեց։ Սրբարանի մաքրումը նշվում է որպես այս ամենաերկար ժամանակաշրջանի վերջ 1844 թվական։ Եվ նախակերպարը պետք է իրականություն դառնար, որտեղ 5 տականի բոլոր զոհերը, սրբարանը, տաճարը, ամեն ինչ որ կար, դրանք նախակերպար էին։ Պետք է իրականություն դառնար, պետք է իսկական զոհը բերվեր եւ բնականաբար երկնքում էլ այդ սրբարանը պետք է մաքրվի, եթե տարին մեկ անգամ 5 տականում մաքրվում էր, այստեղ էլ սրբարանի առաջին մասի ծառայությունից հետո պետք է սրբությունների սրբությունում 1844 թվականից սկսվեր այն տարեկանի խորհրդանիշ հանդիսացող սրբարանի արդարացումը։ Իհարկե մենք նկատում ենք, որ 5 տակարանում այդ քավության օրը անվանվում էր նաև դատաստանի օր։ Քավության օր, դատաստանի օր նույն բանն էր։ Եվ բնականաբար Քրիստոսի գալուստից առաջ պետք է դատ լինի, եւ դա արդեն սկսվել է 1844 թվականին։ Այդ մասին մենք դեռ կխոսենք դատաստանի թեման ուսումնասիրելիս։ Այսպիսով 1844 թվականի համար մենք հստակ հիմք ունենք այս մարգարեության մեջ եւ մենք տեսնում ենք սկսվել է դատը, Քրիստոսի բարեխոսական աշխատանքը շարունակվում է արդեն սրբությունների սրբությունում եւ երբ որ այն կավարտվի, կլինի բնականաբար Քրիստոսի գալուստը։ Լավ, այնինչ որ այստեղ գրված էր, ամփոփեցինք արդեն 1844 թվականին սկսվեց Քրիստոսի քահանայապետական աշխատանքը սրբությունների սրբությունում։ Մինչ այդ նա կատարում էր քահանայական աշխատանք սրբությունում։ 1844 թվականին սկսվեց նաև դատաստանը, Աստծո ժողովրդի նկատմամբ, որի մասին մենք հետո կխոսենք։ Այսպիսով 2303 օրյա առավոտ եւ սրբարանը կարդարանա այս արտահայտությունը իրականություն դարձավ 1844 թվականին։ Այս ամենը ամփոփելով մեզ համար պրակտիկ կողմը այս նյութի նայենք մեր միակ բարեխոսը։ Այս մեր ուսումնասիրած նյութի 4-րդ մասին անդրադառնանք եւ տեսնենք ինչպես է Քրիստոսը բարեխոսում։ Մենք ասացինք, որ նրա բարեխոսությունը մեզ համար սկսվել է 1844 թվականից, իհարկե մենք ավելի ուշ ենք ծնվել, մեզ համար մեր կյանքի ընթացքում է լինում, բայց իր եկեղեցու համար բարեխոսությունը սրբությունների սրբությունում սկսել է 1844-ին։ Նշենք, որ չկա այլ երկնային էակ որպես միջնորդ։ Պողոս առաքյալը ասում է, որևէ մեկը չկա մարդկանց եւ Աստծո միջև, բացի Հիսուս Քրիստոսից, բացի Հիսուս Քրիստոս մարդը, այդպես է ասում Պողոս առաքյալը, որ կարող է միջնորդի դեր կատարել։ Այսպիսով երկնային էակները չեն կարող։ Ոչ Մարիամն է այնտեղ գտնվում, ոչ հրեշտակները կարող են, ոչ էլ որևէ էակ։ Մարդը նույնպես չի կարող միջնորդ լինել առավել ևս։ Ոչ Հռոմի Պապը, որ երբեմն հավակնում է այդ միջնորդն լինելուն, ոչ նրա կարդինալները,
ոչ էլ ուղղափառ եկեղեցիները ու կաթողիկոսները կամ արքիեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, ոչ հոգևոր առաջնորդները, ոչ քահանան, ոչ էլ նույնիսկ բողոքական եկեղեցու երեցները եւ կամ էլ որևէ այլ մեկը չեն կարող միջնորդ հանդիսանալ կամ բարեխոս լինել մարդկանց եւ Աստծո միջեւ։ Այսօր նույնիսկ բողոքական եկեղեցու մեջ նկատվում է տարածված այսպիսի վատ պրակտիկա, որ եկեղեցու անդամները գնում են երեցին, խոստովանում են իրենց մեղքերը, որպեսզի նա նրանց համար աղոթի, բարեխոսի կամ ինչ-որ մի բան անի։ Ամեն դեպքում իհարկե սխալ հասկանալով Հակոբոսի 5 գլուխ, որտեղ ասում է միմյանց խոստովանեք։ Այնտեղ խոսքը գնում է այն մասին, որ եթե մենք սխալներ ենք գործել միմյանց նկատմամբ, գնում ենք մեր ռուսերեն ասում է պրաստուպկի, արարքները, սխալները, բացթողումները միմյանց խոստովանեք։ Խոստովանեք այն իմաստով, որ ընդունեք, որ դուք սխալվել եք։ Եվ շատերը այդ համարի հիման վրա նույնիսկ ասում են, որ երեցը կարող է խոստովանանք ընդունել եւ բարեխոս լինել կամ միջնորդ։ Առավել ևս մահացած սուրբերը չեն կարող այդ միջնորդի կամ բարեխոսի դերը կատարել, որովհետև նրանք մահացած են եւ ոչինչ չեն զգում։ Մյուս պարապմունքների դասախոսությունների ժամանակ մենք կանադառնանք, որտեղ են գտնվում մահացածները այս թեմային։ Եվ սրբապատկերները։ Որևէ սրբապատկեր չի կարող միջնորդի դեր կատարել։ Հայ առաքելական եկեղեցին սրբապատկերներ չի ընդունում, պայքարել է, չի ընդունում սրբապատկերները, այնպես որ այն նկարները, որ կան եկեղեցիներում, բողոքական, մեր կամ առաքելական, դրանք սրբապատկերներ չեն, պարզապես նկարներ են, որոնք կարող են հիշեցնել ինչ-որ դրվագներ։ Բայց օրինակ խաչերը կարող են երբեմն մարդկանց մեջ այդպիսի միջնորդի դեր տանել, բայց դա այդքան էլ ճիշտ չի, խաչքարերը, սրբավայրերը, թալիսմանները եւ նմանատիպ բաներ։ Ուշադիր լինենք, որ ոչ ոք եւ ոչինչ չի կարող զբաղեցնել Քրիստոսի տեղը, որը մեր միակ բարեխոսն է։ Եվ մենք հասկանում ենք, որ Քրիստոսի երկնքում, երկնային սրբարանում շարունակում է իր քահանապետական աշխատանքը եւ ճշմարիտ քահանապետը նա է եւ միայն նրան մենք կարող ենք ներկայացնել մեր աղոթքները որպես խունկ, այդ մասին կարող եք հայտնության 8 գլխում կարդալ, թե ինչպես են մեր աղոթքները բարձրանում Աստծուն Քրիստոսի միջոցով որպես խունկ։ Պողոս առաքյալը մի քանի մեջբերումներ ունի, որոնք կարդալով մենք կամփոփենք, կտեսնենք, որ ինչպես պետք է մենք դիմենք Քրիստոսին։ Արդ, որովհետև մեծ քահանապետ ունենք երկինքներով անցած Աստծո որդին Հիսուսին, պինդ բռնենք դավանությունը։ Ի տարբերություն երկնային քահանաների, Քրիստոսը երկնքում է գտնվում եւ Եբրայեցիս թղթի մեջ Պողոս առաքյալն ասում է. երկրի քահանաները, որոնցից դուք հիմա տեսնում եք նկարում, նրանք անցողիկ էին, մահանում էին եւ փոխարինվում էին մեկը մյուսով, բայց Քրիստոսը միշտ մեկ անգամ կատարելով փրկությունը դարձավ հավերժական քահանապետ, որին մենք կարող ենք դիմել եւ պինդ բռնենք, ասում է, այդ դավանությունը։ Ուրեմն համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որտեղ որ նստած է Քրիստոսի նկատունին, որ ողորմություն ընդունենք եւ շնորհ գտնենք պատշաճ ժամանակին օգնելու։ Որտեղ ոչ թե այնպիսի քահանապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Այսինքն նա մեզ հասկանում է, նա մեզ կարող է օգնել եւ մարդկային ուժի վրա, մարդու վրա չէ մեր հույսը։ Իհարկե վերջին արտահայտությունը Հուդայի թղթից եւ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ եւ անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին ամբից ցնծությունով։ Այստեղ Հուդա առաքյալը փառք է տալիս Աստծուն եւ ասում է նրան եք փառք տալի, ով ինչ կարող է անել։ Ձեզ կարող է անարատ պահել, անեղծ պետք է լինի այստեղ, սխալ է գրված, անեղծ կանգնեցնել, այսինքն մաքուր կանգնեցնել իր փառքի առաջին ամբից ցնծությունով։ Այսինքն ամբից անեղծ անարատ կարող է պահպանել Աստված, եթե մենք դիմում ենք Քրիստոսի միջնորդությանը, Քրիստոսը կարող է մեզ օգնել որպես բարեխոս։ Այսպեսով մենք այսօր նայեցինք ամենաերկար մարգարեական ժամանակաշրջանը, որը 2300 տարի էր իր մեջ պարունակում եւ տեսանք, որ այն բերում է 1844 թվականին։ Եվ պարզեցինք, որ այդ տարին պետք է սրբարանի արդարացումը տեղի ունենար, մենք տեսանք երկրային սրբարանը ինչպիսին էր եւ ինչ էր խորհրդանշում, տեսանք, որ գոյություն ունի երկնային սրբարան եւ բնականաբար տեսանք, որ այդ երկնային սրբարանում մեր միակ բարեխոսը
Հիսուս Քրիստոսն է, որը շարունակում է իր գործունեությունը, մինչև իր գալուստը կշարունակի։ Եվ մենք կարող ենք նրան դիմել ցանկացած բանի համարձակությամբ եւ օգնություն ստանալ, մեր մեղքերի ներումը ստանալ եւ Աստծո հետ հաշտ լինել Քրիստոսի գալստյան ժամանակ։ Աղոթենք, որպեսզի պատրաստ լինենք այս ամենին Քրիստոսին նույնպես դիմավորելու։ Ամենակարող երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք, որ հնարավորություն տվեցիր կարողացանք այս թեման ուսումնասիրել, առաջին հայացքից բարդ է թվում, բայց հասկանալի է, որ եթե մենք ուսումնասիրում, խորանում ենք, տեսնում ենք, որ հնարավոր է հասկանալ այս կարևոր մարգարեությունը, որը դու նախորոք տվել ես եւ այս երկար ժամանակահատվածը ուսումնասիրելով, մենք տեսնում ենք, որ բերում է այն 1844 թվականին, երբ մենք կարող ենք վստահ լինել, որ Քրիստոս սկսել է իր բարեխոսական աշխատանքը մեզ համար եւ օգնիր, որպեսզի մենք օգտվենք Քրիստոսի բարեխոսական միջնորդական ծառայությունից եւ հավատարիմ լինենք քեզ միջև քո գալուստը։ Խնդրում ենք եւ շնորհակալություն ենք հայտնում Հիսուսի անունով։ Ամեն։